Կարծում եմ այս կադրերը բոլորը տեսել եք։ Եվ ինչ էիք զգում, երբ որ նայում եք, ինչ զգացողություն ունեիք։ Սա Աֆղանստանում է, Հնդկաստանում է, Աֆրիկայում է։ Պատկերացրեք ոչ, 21-րդ դար Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մաս։ Մարդիկ հասել են սովամահության եզրին։ Եթե 2 օր էլ չգտնեին այս մարդկանց, կարծում եմ ողջ չէին լինի։ Եվ հետաքրքիր էր կարդալ մեր հայերի կոմենտները։ Ինչ են գրում։ Բա որտեղ են հարևանները, որտեղ են բարեկամները, միթե այս մարդիկ հարազատներ չունեն։ Ասենք ոչ ոք չի գրում, բա ուր են պատկան մարմինները, չէ՞ որ վերջով պետություն է։ Գոյություն ունեն հատուկ նախարարություններ, որոնք պետք է մարդկանց հոգսերով զբաղվեն, օրինակ սոցիալական, տնտեսական կամ առողջական խնդիրներով։ Ինչով են զբաղված այդ մարմինները, այդ պատկան մարմինները։ Օրինակ, ինչով է զբաղված Արմավիրի մարզի մարզպետը ԽՊԱ-ական Վահրամ Խաչատրյան։ Միգուցե ինքն էլ է սովամահության եզրին եւ ի վիճակի չէ, ասենք մարդկանց խնդիրներով զբաղվել։ Դե նայեք, իհարկե, կաշին ու ոսկորն է մնացել, այդպես հյուծված, մի կերպ նստել է այդ բազմոցին, իր հոր կամ իր աստծո պատկերի հովանու ներքո։ Իհարկե, ի վիճակի չէ մարդկանց խնդիրներով զբաղվել։ Սա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է, ավելի հայտնի ինչպես դոկտոր Սմերց կամ Կազյոլ մականունով։ Եվ ինչպես տեսնում եք, այս Կազյոլն էլ է հասել սովամահության եզրինա, կաշին ու ոսկորն է եւ իհարկե հնարավորություն չունի մարդկանց խնդիրներով զբաղվել։ Սա Նիկոլի անձնական պորտապարուհի եւ համատեղությամբ Հայաստանի առողջապահության նախարարուհի Անահիտ Ավանեսյանն է։ Ինչով է զբաղված Անահիտ Ավանեսյանը։ Հարստանալով եւ իր շեֆի, իր տիրոջ PR կամպանիայով։ Նախքան ընտրությունները այս ԻՍԱ-ն այնպիսի մի PR կամպանիա է ստեղծել, որ իբր պետպատվերի աջակցությամբ Հայաստանում բոլոր հիվանդությունները բուժում են, դեղորայքները դուրս են գրում եւ այլն։ Լավ, Տիկին Ավանեսյան, բա եթե այդպես է, այս սայթերը, այս բարեգործական ընկերությունները ինչի համար են երեխաների բուժման եւ մարդկանց հասարակ հայերի, հայաստանաբնակ հայերի համար փող հավաքում ինտերնետով, SMS-ով։ Եվ դու այնպեսի PR ես արել, որ առաջ Գերմանիայում մենք կարողանում էինք մեր հայերին գոնե Գերմանիայի հարկատուի հաշվին, պետության հաշվին բուժել, դասավոր այդ թղթերից հիմա չեն կարողանում։ Ասում են Հայաստանում, Հայաստանի իշխանությունները ասում են, որ այնտեղ բոլոր հիվանդներին պետության հաշվին բուժում են, թող գնան Հայաստանում բուժվեն եւ մեր հայրենակիցներին այստեղ մերժում են։ Շնորհակալություն հայերի կողմից քեզ։ Դու գտնում ես, որ դու արժանի ես միլիոնանոց շորեր հագնել եւ միլիոնանոց զարդեր կրել, որովհետեւ դու արտակարգ պորտապար ես ապարում։ Իսկ մնացած հասարակ մահկանացուները մի կերպ յոլա կգնան։ Սա ԿՊԱ-ական նորաթուխ մի բոքոնիկ է, որ նոր փռից հանել բերել են ազգային ժողով եւ 2 օր առաջ ասում էր, որ աղքատությունը իրենք հաղթահարել են։ Ու շատ լավ կլիներ, որ գոնե իրենց գլխի մեջի աղքատությունը հաղթահարած լինեին, հետո գային ազգային ժողով։ Եվ ես չեմ հասկանում, միթե այս հայրը եւ տղան միակն են, որ այսպիսի աղմուկ աղաղակ հանեցին, որ Հայաստանում սովամահության եզրին է։ Ես որ գալիս եմ Հայաստան, այս հազարներով եմ նման մարդիկ տեսնում։ Երբ որ Երևանից դուրս ես գալիս շրջաններ, այնտեղ ընտանիքներով են մարդիկ սոված, փոքրիկ երեխաներով, այդ երեխաները իսկի շորջ ունեն, որ հագնեն գնան դպրոց։ Հացի կարոտ են մարդիկ։ Երբ որ Երևանի փողոցներով եմ քայլում, ամեն քայլափողին փող հավաքողներ են։ Էլ չեմ ասում, որ 80-90 տարեկան ծերության եզրին, ասենք, հասած էլի կաշին ու ոսկորը մնացած անատամ տատիկ պապիկները նստած կանաչի ու միրգ են ծախում, որ հացի փող աշխատեն։ Իսկ Նիկոլի ոստիկանները գալիս են այդ մարդկանց ունեցվածքը բռնագանձում են, գոնե չեն ասում հավաքեք տարեք, չէ, վերցնում, բացում, տանում են։ Ես Հայաստանում այդ մարդկանցից եմ առևտուրանում, չնայած նրան, որ ասենք փողոցային առևտրի կողմնակի չէ, բայց ես տեսնում եմ, որ մարդիկ աղքատությունից ելնելով մի ոդկա արդեն գերեզմանում է, բայց ինքը ստիպված այնտեղ նստած վարունգ ու գիլաս է ծախում, որ այդ օր ինքը հացի փող ունենա։ Այսպիսի աղքատության եզրի, ծայրահեղ աղքատության եզրի հասած մարդիկ ինչքան ուզեք։ Եթե մեր հզոր թագավորը բարեհաճի իր աշխատանքային կաբինետի պատուհանից իր գլուխ ուղղակի դուրս հանել եւ նայել ներքև, իր աշխատանքային կաբինետի պատուհանի տակ նստած առնվազն 4-5 մուրած կան։ Եթե 100,000 գրպանս դնեմ առավոտյան դուրս գամ Երևանի փողոցներում, այնքան են այսպիսի աղքատության եզրին հասած անդամալուծեր, ծերեր, որ փող են ուզում, եթե ամենքին 1000 դրամ տան, մինչև կեսօր չի հերիք է 100,000-ը։ Այդքան շատ է։ Դուք ինչի մասին եք խոսում։ Սայթերով դեղերի փող եք հավաքում, բուժման փող եք հավաքում, այս պարազիտներին ինչի եք բերել նստացրել ձեր գլխին։ Ինչքան ցնցոտիներով աղքատ բոմժ կա, բերում եք սարքում եք մարդ։ Այն որ հերոստացույցը կրեդիտով էին առնում, հիմա տներ ու պարգևավճարներ են ստանում, ձեր մարմնի ձեր արունը խմելով այս պարազիտները, քաղցկեղի նման գալիս կպնում են պետ բյուջեի, պետության ու մարդկանց մարմնին, այդպես ձեզ քամում են։ Ես չեմ հասկանում, որ դուք Սերժին մերժում էիք։ Ինչի համար էիք մերժում։ Ասենք Շմայսի դեմքը ձեր դուր չէր գալիս։ Հիմա ասենք Կոնջորյանները, Ալեն Սիմոնյանները, ՔՊՇ-նիկները նենց մի քիչ սիմպաթիչնի են, հա։ Այդ է որ ձեզ ասենք հետ ապահում, որ սրանց էլ մերժեք։ Այս պարազիտներին ինչի համար եք պահում։
Եթե պետքա հասարակությունը խնդիրները լուծի, ձեզ ինչ պետքա։ Ձեր նա ազգային ժողովին նայեք միած ձեր, հետո ձեր կառավարությանը նայեք։ Ինչով են զբաղված։ Որ հարևանը կամ բարեկամը պետքա իրար խնդիրներ, իրար հոգսեր պետքա հոգան։ Այո, մենք քրիստոնյա ազգ ենք, իհարկե։ Բայց այս պարազիտներին ինչի համար եք պահում։ Եթե մենք մեր խնդիրները կլուծենք։ Ես ինքս ֆոնդերի կողմնակից չեմ, ես իմ հասանելիք օգնությունը արձեր եմ անում։ Երբևիցե չեմ բարձրաձայնել, բայց ես ամսական 300 եվրո ուղարկում եմ Հայաստան 3 անապահով ընտանիքների, ավել չեմ կարող։ Բայց ես անհատական այդ մարդկանց հաշվեհամարին եմ ուղարկում եւ ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Այո, պետք է մենք իրար օգնենք, բայց այս պարազիտների կուտոկին ինչի համար եք պահել, որ երկիր հանձնեն, որ հայ արժանապատվության հետ խաղան, իմաստը որն է սրանց պահելու։ Ասենք մեկին մյուսից բադ բերում եք, տնավորում եք, տեղավորում եք, հետո մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեք էլ դում քշեք։